Այստեղ ըստ նախասիրության պատանիները եւ երիտասարդները գտնում են իրենց զբաղմունքը։ Լոֆթ Իջևան երիտասարդական կենտրոնը սկսել է գործել 2 տարի առաջ, բայց արդեն դարձել է սիրված վայր։ Միայն 2025-ին այցելուների թիվը գերազանցել է 4000-ը։ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարության դրամաշնորհով հիմնված այս կառույցը երիտասարդների համար ապահովում է հարմարավետ, տեխնիկապես հագեցած եւ գրավիչ միջավայր, նպաստելով նրանց ինքնազարգացմանը։ Ստեղծելով հարթակ ինքնադրսևորման, ինքնաճանաչման երիտասարդների համար, դարձնելով համայնքի համար պատասխանատու եւ իրավագիտակից քաղաքացիների, Լոֆթ Իջևան երիտասարդական կենտրոնը աշխատում է ոչ միայն Իջևան քաղաքի, այլ Իջևան խոշորացված համայնքի երիտասարդների հետ, այդ թվում նաեւ բոլոր կրթական հաստատությունների հետ։ Հատկապես դպրոցականներին այստեղ գրավում են տարբեր շախմատի, ընթերցասերների, անգլերենի, ֆրանսերենի ակումբները։ Շուտով կբացվի նաև գերմաներենի ուսուցման խմբակ, բոլորը անվճար են։ Իջևանից Սլավան դասերից հետո իր ժամանակի մեծ մասն անցկացնում է կենտրոնում, շախմատի խաղատախտակի մոտ։ Ինտելեկտուալ խաղով տարվել է 4 տարի առաջ, հիմա մասնակցում է տարբեր մրցաշարերի, այդ թվում միջազգային։ Հայաստանի առաջնությունում կայծակնային շախմատում ընկել եմ առաջի հնգյակ, եվրոպական առաջնությանը մասնակցել ու թիմային առաջնությունում 3-րդ մրցանակային տեղն եմ գրավել։ Որ մտքի խաղը դա ինձ դուր է գալիս։ Սուրենը 1 տարի է հաճախում է Լոֆթ Իջևան, նրան այստեղ է բերում իր նախընտրած զբաղմունքը։ Խաղերի ստեղծում, ծրագրավորում ալեզուներ եմ ուսումնասիրում, մի հատ խաղ ունեմ ստեղծած, բայց դա ոնց որ շատ կիս է դա, ժամանցային է, դա եղբայրս էր խնդրել, որ սարքեմ։ Պատանիները մասնակցում են նաև մասնագիտական կողմնորոշման ուղղված դասընթացների, կրթական մշակութային ծրագրերի, ասում են կենտրոնը դարձել է քաղաքի երիտասարդական զարկերակը։ Չեմ ուզում ընկալվի պարզապես ժամանցի վայր, որովհետև Լոֆթը իրականում ավելի խորը գիտելիք եւ ավելի ինտելեկտուալ առումով ավելի մեծ հնարավորություններ ունի։ Համ դպրոցների հետ աշխատանքներ շրջանակներում շարունակվում ինտենսիվ կերպով, համ տարածաշրջանային քոլեջի, համ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հետ ենք փորձում համագործակցել։ Առաջիկայում Լոֆթը նոր հասցե կունենա նաև նոյեմբերյան համայնքում։ Տավուշը կլինի առաջին մարզը, որտեղ երկրորդ նման կենտրոնը կգործի։ Լիանա Խաչատուրյան, Գայանե Թամամյան, Վահե Թամամյան, լուրեր։